Մենք թեև ունենք քիչ թե շատ կարելի ասել թույլ զարգացած քաղաքական միտք, մենք չունենք գրեթե ռազմաքաղաքական աշխատություններ, մենք չունենք ռազմաքաղաքական, այսինքն երկու բաղադրիչը միասին, մենք ունենք լավ պատմաբաններ, անգամ գերազանց պատմաբաններ, շատ լավ պատմություն իմացողներ, բայց պրոֆեսիոնալ մակարդակի վրա չունենք, օրինակ ռազմարվեստի ուսումնասիրությունը։ Չեմ սա հատուկ նշում, որովհետև ռազմարվեստի ուսումնասիրությունն է բերում նրան, թե այդ կոնկրետ ճակատամարտերը, պատերազմները եւ ճակատամարտերի շղթան, որոնք որ ասենք վարվել են, ինչպիսի քաղաքական, ռազմաքաղաքական մտքի արդյունքում են, որ հաջողել են կամ հակառակը չեն հաջողել եւ տվյալ դեպքում շատ են օրինակ խոսում մեր Facebook-յան մանավանդ հասարակության մեջ պատմաբանների շատերը որպես օրինակ բերում են Նապոլեոնին, բայց ասենք երբեք ոչ մեկ նապոլեոնյան օրինակ քաղաքացիական օրենսգիրքը չի կապում նույն նապոլեոնյան բանակի ռեֆորմների հետ եւ նույն լոգիստիկայի, նույն սոցիալական երաշխիքների հետ եւ դրանք փոխկապված են։ Մենք դրանցով այդ հակառակը գնալով, այսինքն ինդուկտիվ մեթոդ օգտագործելով մենք կարող ենք հասնել, թե ինչ ռազմաքաղաքական փոփոխությունների է անցել որոշ հասարակություններ հեղափոխություններից կամ էվոլյուցիոն ժամանակաշրջանում։